Հիմա այդ հարցի ճիշտ պատասխանը ասեմ, անկեղծ ասեմ, թե զենքի հանդեպ սերս եկել է դեռ մանկուց ու չափահաս դառնալուն պես առաջին գիտակցումը հենց եղել է զենք ձեռք բերելը ու դրանից արդեն իսկ բխած զենքի ձեռք բերան համար պատրաստվելը։ Նախ տվել եմ տեսական եւ գործնական քննություն հենց ազատազենում, տեսականը ստացել եմ 10-ից 10, գործնականը ստացել եմ 5-ից 4.8 ու այդ 4.8-ը իմ ամբողջ լարվածության արդյունքն էր, բայց նաև անցել եմ ամենակարևոր այդ պատասխանատվության փուլը, որ հասկանամ, թե ես դեպի ուր եմ գնում։ Մինչև նոր օրենքի ուժի մեջ մտնելը ձեռք էի բերել որսորդական հրացան, արդեն նոր օրենքի ուժի մեջ մտնելուց հետո եւ քննությունը բարեհաջող անցնելուց հետո ձեռք եմ բերել Saiga 030, որի անունը Sose է, եւ ձեռք եմ բերել, որ պարապմունքներից ավելի արդյունավետ անցնեն ու ազատազենքարից անընդհատ կրկնվի։ Մենք այնպիսի օրեր ենք ապրում այս պահին, որ զենքի մշակույթի զարգացումը առավել քան կենսունակ է մեր պետության, մեր ժողովրդի ու մեր ազգի համար, որովհետև զենքի մշակույթը առաջին հերթին պատասխանատվությունը ինքդ քո հանդեպ եւ քո հայրենիքի հանդեպ, ուստի զենքի մշակույթի զարգացումը մեզ միայն կմոտեցնի մեր միասնական ազգային նպատակին, որ ունենանք ավելի բարեկարգ ու ավելի ուժեղ Հայաստան։ Շատ աշխատել, անընդհատ աշխատել ու հենց հաջորդ ազատազենում անցկացող քննությանը գալ ու քննությանը մասնակցել։ Առաջին քայլը քննության մասնակցելն է։